Այսօր Երևանում ջրահեղձ եղած երիտասարդները Իրանի քաղաքացիներ են 25 եւ 26 տարեկան։ Մոտ 1 ժամ առաջ ջրասուզակի օգնությամբ հայտնաբերվել եւ քանաքեռի հեկից դուրս է բերվել նրանց մարմինները։ Դեպքին ականատես է եղել նրանց ընկերը։ Նրա խոսքով ընկերներից մեկն ընկել է ջրամբարը, մյուսը փորձել է փրկել, սակայն ինքը եւս խեղդվել է։ Առավոտյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 6:30-ի սահմաններում քանաքեռ հեկի ջրամբարում 2 քաղաքացիներ ջրահեղձ են եղել։ Ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 9:52-ին գրանցվել է երկրաշարժ Վան քաղաքից 40 կիլոմետր հյուսիս, օջախի 7 կիլոմետր խորությամբ 5.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Շիրակի եւ Արարատի մարզերում 2 բալ ուժգնությամբ։ Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է Իշխանությունը 2018-ին Նիկոլ Փաշինյանին թողած Հանրապետական կուսակցությունը այսօր պաշտոնապես հաստատել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության առաջնորդ Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց որոշումը բացատրել է այսպես. չեն ուզում պառակտել ընդդիմադիր դաշտը։ Չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Հաստատվել է խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով առաջիկա ընտրությունները կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացը շարունակելու տեսանկյունից։ Վարչապետի գնահատմամբ խաղաղության պահպանումը եւ կայուն զարգացումը պետք է դառնան առաջիկա քաղաքական շրջանի հիմնական առաջնահերթությունները։ Ադրբեջանը գուցե չի ժխտում Հայաստանի հետ խաղաղության հաստատումը, բայց միևնույն ժամանակ շարունակում է շեշտել. պետք է արագացնել Հայաստանի սահմանադրության համապատասխան կետերի փոփոխությունը, մասնավորապես անկախության հռչակագրին եւ Արցախյան շարժմանը վերաբերող, Ադրբեջանում չեն դադարում նաեւ Հայաստանի հարավային սահմանը կոչել Զանգեզուրի միջանցք ու շարունակել պնդել, թե գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան, նկատի ունենալով Հայաստանի այսօրվա տարածքը։ Կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որը Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է. Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայ-ադրբեջանական սահմանին մարտեր ու կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանը շուրջ 200 տոննայից բաղկացած հերթական օգնությունն է ուղարկել Իրան։ Սա ներառում է 190 տոննա սնունդ եւ սննդամթերք, 7 տոննա դեղորայք եւ 3 տոննա բժշկական պարագաներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում Իլհամ Ալիևը ասել է. «Մեջբերում մեր բարեկամ եւ եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց եւ մենք կշարունակենք միմյանց կողքին լինել, թե ուրախ, թե դժվարին ժամանակներում»։ Մեջբերման ավարտ։ Իրանական դեսպանատների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ եւ վճռական պատասխան, նախազգուշացրել է Իրանի Խաթամ Ալանբիա կենտրոնական շտաբը։ Թեհրանը կթիրախավորի ագրեսոր երկրի տարածաշրջանային բոլոր դիվանագիտական հաստատությունները, արագ եւ կտրուկ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հերքել է իր առնչությունը Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա կատարած հարձակմանը։ Կորպուսը կատարվածը որակել է որպես սիոնիստական սադրանք ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը եւ կոչ է արել հարևան երկրներին լինել զգոն ամերիկա-սիոնիստական բլոկի գործողությունների նկատմամբ։ Պատերազմում առաջադրված նպատակներին չհասնելու պատճառով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը պաշտոնանկ է արել բանակի 2 բարձրաստիճան սպայի։ Հռոմի Պապ Լեո 14-րդը հակադարձել է նախարար Հեքսեթի այն պնդմանը, թե ԱՄՆ զինված ուժերը պայքարում է հանուն Քրիստոսի։ Պոնտիֆիկոսը շեշտել է, որ գերիշխանության ձգտումը խորթ է Հիսուս Քրիստոսի ուղուն, քննադատաբար մոտենալով ամերիկյան կողմի այսպես կոչված Սուրբ Հաղթանակի հռետորաբանությանը։ ԱՄՆ հետախուզության նոր տվյալների համաձայն Իրանը մտադրություն չունի մոտ ժամանակներում բացելու Հորմուզի նեղուցը։ Ըստ աղբյուրների, աշխարհի կարևորագույն նավթային զարկերակի վերահսկողությունը Թեհրանի միակ լծակն է ԱՄՆ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Փորձագետները նշել են, որ Իրանը մտադիր է էներգակիրների բարձր գների միջոցով ստիպել Թրամփին արագ ելքեր փնտրել արդեն 5 շաբաթ շարունակվող պատերազմից, որն անգամ ամերիկացի ընտրողների շրջանում է զայրույթ առաջացրել։ Թեև պատերազմի նպատակը Իրանի զինուժը ոչնչացնելն էր,
ստեղծված իրավիճակը կարող է հակառակ արդյունքը տալ։ Այն հնարավոր է մեծացնի տարածաշրջանում Թեհրանի ազդեցությունը եւ դառնա սպառնալիք համաշխարհային ջրային ուղիների համար։ Թրամփը իր հերթին փորձում է նվազեցնել խնդրի լրջությունը։ Նա հայտարարել է, թե ամերիկյան ուժերը կարող են հեշտությամբ վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ եւ տիրանալ նավթին։ Սակայն վերլուծաբանները նախազգուշացրել են, որ ուժի կիրառումը կարող է ԱՄՆ-ին ներքաշել տևական ցամաքային պատերազմի մեջ։ Չնայած Թրամփը պահանջում է նեղուցի ապաշրջափակումը որպես հրադադարի նախապայման, նա միաժամանակ կոչ է արել դաշնակիցներին եւ նավթից կախվածություն ունեցող երկրներին ստանձնել առաջնորդություն այդ հարցում։ Սպիտակ տան պաշտոնյաները վստահ են, որ նեղուցը շուտով կբացվի, սակայն շեշտել են, որ այլ պետություններ այս հարցում շատ ավելի մեծ շահեր ունեն, քան Միացյալ Նահանգները։ The long answer? No. Արաբական Միացյալ Էմիրությունների Հաբշան գազային համալիրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է Եգիպտոսի 1 քաղաքացի, եւս 4-ը ստացել են վնասվածքներ։ Պաշտոնական Աբու Դաբին հայտարարել է, որ երկրի խոշորագույն գազամշակման կայանում հրդեհներ են բռնկվել իրանական հրթիռների խոցված բեկորներ ինքնելուց հետո։ Միայն վերջին 1 օրվա ընթացքում Իրանն Էմիրությունների ուղղությամբ արձակել է ավելի քան 60 հրթիռ ու տասնյակ անօդաչու սարքեր։ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պահանջելով անհապաղ դադարեցնել հարձակումներն ու վերականգնել ծովային ուղիների անվտանգությունը։ Թեև իշխանությունները պաշտպանությունը հաջողված են համարում, գազային հսկա համալիրը լուրջ վնասներ է կրել։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի 48-ժամյա հրադադարի վերաբերյալ առաջարկը, հայտնել է Ֆարս լրատվական գործակալությունը։ Առաջարկը ներկայացվել է ԱՄՆ զինված ուժերի լուրջ խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատման պատճառով։ Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ն սխալ պատկերացումներ է ունեցել Իրանի սպառազինության վերաբերյալ, իսկ այժմ հրադադար է խնդրում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմել է միջազգային հանրությանը պարզելու, թե ով է իրականում կողմնակի երկխոսությանը՝ Իրանը, թե ԱՄՆ-ն։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հաստատել են ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության հարձակումը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է 16 հարկանի բնակելի շենքի, բռնկվել է հրդեհ, վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 1 երեխա։ Տարհանվել են շենքի բնակիչները, փրկարարներին կրակը մարել հաջողվել է միայն մի քանի ժամ անց։ Ի պատասխան ուկրաինական ավիահարվածների են ենթարկվել Ռոստովի մարզը, Տագանրոգ եւ Տոլյատի քաղաքները։ Ռոստովում 1 մարդ զոհվել է, 4-ը, այդ թվում 1 օտարերկրացի, վիրավորվել։ Տոլյատի քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է 1 աշխատակից։ Սամարայի մարզպետի խոսքով անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի տանիքի։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Չինաստանի Գիյանգ քաղաքում, տեղացած կարկուտը կաթվածահար է արել քաղաքը։ Կարկուտի հետ տեղացած անձրևը ողողել է ողջ քաղաքը, տեղացիները դրանց անվանել են սառցե գետեր, տեղում աշխատում են փրկարարական ջոկատները իրավիճակը արագորեն կայունացնելու համար։ Ֆրանսուհին ավտոմեքենան փոխարինել է ձիու, բենզինի գների բարձրացման պատճառով։ Վառելիքի համար նա շաբաթական ծախսել է 120 եվրո, մինչդեռ ձիու խնամքի համար 13 եվրոից փոքրինչ ավել է պահանջվում։ Կինը ձիավարությամբ այցելում է նաև սուպերմարկետ, դպրոց ստանում իր երեխաներին։